Բարև ձեզ սիրելի հետևորդներ, մենք այսօր գտնվում ենք բոլորիս հայտնի փարավոնում, որ այսօրվանից կգործի որպես Arena Concert Hall։ Դե ինչ, եկեք միասին ներկա գտնվենք բացման արարողությանը։ Բարև ձեզ, նախ շնորհավորում ենք ձեզ, խնդրում եմ ներկայանաք։ Բարև ձեզ, Տաթև Օնիկյան, Փարավոն ռեստորանի տնօրեն։ Խնդրում եմ ինձ ասեք այս ընթացքում ինչ փոփոխություններ են կատարվել եւ ինչ նորություններ են սպասվում։ Իհարկե, սիրով։ Նախ ուզում եմ նշեմ, որ մեր Ֆարաոն կոմպլեքսը արդեն գործում է 12 տարի եւ ամբողջ տարիների ընթացքում այս բավականին ակտիվ գործունեություն է ծավալել։ Վերջին 2 տարիների ընթացքում արել ենք բավականին մեծ ներդրում, բավականին լուրջ փոփոխություններ եւ տեխնիկական եւ ինտերիեր եւ լուսային էֆեկտների շատ մեծ գլոբալ փոփոխություններ են արել։ Մեր սրահը ուզում եմ նշեմ, որ վերանվանվել է, այժմ կոչվում է Arena Concert Hall։ Այն նախատեսված է համերգային, կորպորատիվ եւ հարսանեկան միջոցառումների համար եւ հագեցած է համաշխարհային լավագույն լուսային էֆեկտներով։ Ուզում եմ նշել, որ տեխնիկական համակարգը համաշխարհային առաջին ֆիրմայի L-Acoustics բրենդի մոդելն է ներդրված, որով որ ելույթ են ունենում համաշխարհային արտիստները բոլոր մեր։ Ուզում եմ շեշտել, որ բացի սրահի ինտերիերի եւ տեխնիկական փոփոխություններից ամբողջությամբ վերափոխվել է նաեւ մեր խոհանոցը։ Մեր խոհանոցը հայկական եւ եվրոպական խոհանոցի միքս է, հատ առ հատ բոլոր ուտեստներին տրված է հատուկ շեշտադրություն, որպեսզի լինի եւ համը եւ դիզայնը լավագույնը։ Ցանկանում եմ դիմել մեր հասարակությանը, հանրությանը, բոլորիս աչքը լույս լինի։ Այսօր բացում եմ մեկ հանդիսությունների գեղեցիկ սրահ, որտեղ որպես տարեցկին տալիս են իմ օրհնությունը, որ լինեն բազմաթիվ հարյուրավոր հարսանյաց հանդեսի կազմակերպում եւ ունենանք հազարավոր մանուկների նորածնունդ հայ ազգին եւ ցանկանում եմ ողջ հայ ազգին երջանկություն եւ առողջություն։ Աստված պահապան լինի ողջ ազգին։ Նորագույն տեխնիկա, լավագույն ակուստիկա։ Մի խոսքով ես շնորհավորում եմ վերաբացման կապակցությամբ եւ վստահ եմ, որ այստեղ լինելու են բազմաթիվ հրաշալի միջոցառումներ, մոդեռն ես կասեի։ Հիմա հասկացա, որ մեր հանրապետությունում երևի թե իսկապես պետք է նմանատիպ վայր, ի ուրախություն մեզ բոլորիս ունենք արդեն ու բնականաբար կվայելենք բոլորս։ Արեն Բայազյան, ռեժիսոր, որպես ռեժիսոր կարող եմ ասել, բավականին մեծ լուրջ աշխատանք է նախապատրաստվել, բավականին ողջունելի լավ ներդրում է արած եւ նորություն եմ նկատել, որը որ չկա մեր մոտ Հայաստանում, իմ ռեժիսորական տեսանկյունից, որը որ ես նկատեցի, դա այսպես ասած կինետիկայի արդեն ոնց որ ասած ներկայացնել է եւ օգտագործել է եւ որ յուրաքանչյուրը կարող է գալ, տեսնել, վայելել եւ դա նորություն է այսպիսի միջոցառումների համար, որոնք անցկացնում են նման դահլիճներում, դա նորություն է լինելու եւ արտասովոր է լինելու եւ հաճելի է լինելու եւ չգիտեմ, հաջողություն եմ մաղթում, ել ավելի շատ այսպիսի միշտ լինեն նոր պրոյեկտներ, նոր ներդրումներ։ Ես Արփին Կարապետյան, միջոցառումների կազմակերպիչ եմ։ Կարող եմ ասել տպավորություններս գերշ շքեղ են, ահա որ գեղեցիկ բան է ստացվել։ Մենք իհարկե ունենք տպավորություններ եւ սպասումներ, թե ինչ կարա տեղ ունենա, բացման կապված, բայց իրականում Էլ ինչ որ իրանք պատմել ենք, բոլորս պատկերացրել ենք, ես կարամ ասեմ, որ ինքը իսկապես ստացել է այն ինչ որ պետք է ստանայինք, ասում եմ դժ ավելին է ստացվել, շատ գեղեցիկ ամեն ինչ, շատ ճաշակով է, շատ սիրուն է, ու ես վստահ եմ, որ այս տարի բավականին շատ միջոցառումներ ստեղ կլինեն, մենք էլ ամեն ինչ կանենք, բայց միջոցառումները շատ լավ անցնեն։
Շնորհակալ եմ։ Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ հյուր եմ այս հիասքանչ վայրում։ Ասեմ, որ զարմացած եմ հաճելիորեն տեխնիկապես այսպես հագեցած, լուսային ձայնային նոր տեխնոլոգիաներով հագեցած այս մեծ գեղեցիկ սրահում, որտեղ վստահ եմ, որ կլինեն հրաշալի ընտանեկան արարողություններ, պսակադրություններ, շատ ուրախ բաներ։ Շնորհավորում եմ Ծառուկյան ընտանիքին եւ բոլորին այսպիսի գեղեցիկ եւ հրաշալի միջավայր ստեղծելու համար։ Շատ կարծիք է շատ բարձր, շատ լավ կառուցած, սա կաշկարացրեմ շատ որ համատենք շատ լավն է, շատ բարձր։ Եվ շատ հաճելի է, որ այսօր ունենք այստեղ։ Շատ ուրախ եմ այսօր գտնվել այս ռեստորանի բացմանը։ Ամեն ինչ շատ գեղեցիկ է, շատ տպավորիչ, շատ շքեղ եւ հաջողություններ եմ ցանկանում այս պրոյեկտին։